Երևանի Հայբուսակ համալսարանի Ռոսլին արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիան միջնադարյան հայկական մանրանկարչության մեծագույն վարպետ Թորոս Ռոսլինի արվեստն ուսումնասիրելու և ևս մեկ անգամ արժևորելու փորձ արեց մեծ հային նվիրված գիտաժողով Երևանի Հայբուսակ համալսարանում։ Երևանի Հայբուսակ համալսարանը իր ռազմավարության մեծ տեղ է տալիս թե գիտական մտքի զարգացմանը եւ նման միջոցառումները ամեն կերպ խրախուսում, աջակցում է եւ մասնավորապես ուրախալի է, որ Երևանի Հայբուսակ համալսարանում հիմնադրվեց հայագիտության ամբիոն, որը իզորու է որոշ չափով խթան հանդիսանալ հայագիտության զարգացման համար։ Մեր բուհը լինելով 4 հիմնական ուղղություններով աշխատող կրթական հաստատություն մեծ ուշադրություն է դարձնում համապարփակ զարգացմանը ուսանողների, մասնավորապես ուսանողների ներաշխարհի զարգացմանը, կրթության, արվեստի եւ արվեստի հետ շփվելու նրանց հմտությունների զարգացմանը եւ գտնում ենք, որ ոչ միայն գիտելիքներով պետք է կրթենք, այլ դաստիարակելով եւ դա մեր բուհի այսպես առաջընթացը ապահովող տեսլականներից մեկն է։ Եվ պատահական չէ, որ նրան արվեստագետները տվել են ժամանակի վիրտուոզ անունը, ցավոք ժամանակի կծկտուր տեղեկությունները նրա կենսագրական տվյալների մեզ համապարփակ հնարավորություն չեն տալիս ընձեռելու, մեզ հնարավորություն չեն տալիս նրա ապրած կոնկրետ թվականների վերաբերյալ։ Կան որոշ տվյալներ, համաձայն որոնց Թորոս Ռոսլինի 815 ամյակն է լրանում այս տարի, թեպետ երբեմն իրարամերժ, բայց մենք որոշեցինք այդ 815 ամյակից կարճել եւ գաղափարը ծնվեց հենց այդ հոբելարի շուրջ։ Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել գրականագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, շրջանակը դուրս եկավ Հայբուսակից ու ներառեց Հայաստանը։ Հայտ ներկայացած զեկուցումները հուսանք, որ նոր լույս կսփռեն Թորոս Ռոսլինի կատարած մեծ աշխատանքների վրա։ Թորոս Ռոսլինից կարելի է ասել, որ մեզ 7 աշխատանք է հասել, որոնք մակագրված են Թորոս Ռոսլին թվականներով։ Թորոս Ռոսլինի կյանքին վերաբերող շատ սուղ կտրտված մի քանի բաներ են, իր հիշատակարանները, իր ձեռագիր մագաղատները, ավետարանները, որ ծաղկել է։ Անշուշտ մեծ եւ անգնահատելի է Թորոս Ռոսլինի թողած ժառանգությունը, անփոխարինելի ու մեծ է նրա ազդեցությունը հայկական ու համաշխարհային մշակույթում։ Եվ մեր օրերում եւս մեկ անգամ հիշել ու հիշատակել մեծ վարպետին մեծ պատիվ է ու մեծ հայրենասիրություն։